Այս պատմությունն իմ մասին է, թու, ասում եմ իմ մասին, օրերից տես բախտ, որ այդքան ուժեղ լինի, ոնց որ են ես իմ ինչեցի Դավիթը։ Մի խոսքով, ինչ գլուխները ցավցնեմ, մի աղջկա մասին այս պատմությունը, թե ում քահրեց այդ երեխային տենց խելքը գլխին, ուժեղ, տեսքով, ես էլ չգիտեմ։ Մի խոսքով, այս աղջիկը մի ձեռքով 8 հոգու էր բարձրացնում։ Այս երեխու ուժը շատերի մոտ էր նախանձի տեղիք տալիս, այդ թվում նաև իմ։ Դրա համար քարը փեշիցս տվեցի Գողինից գլխին ու որոշեցինք գողանանք այդ աղջկան մեր խնդիրը լուծելու համար։ Իսկ թե ինչ խնդրի մասին է խոսքը, հիմա չեմ ասի։ Շեֆը չի թողնում։ Հիմա ինձ եք լսում շատ ուշադիր։ Մենք իրան մեր ձեռքից բաց թողնելու իրավունք չունենք, առանց իրան մենք կորած ենք։ Ոնց ենք կորած 30 տարի է, տակ տեղս նստած է։ Մենակ փոքր վախտ եմ կորել։ Մաման էլ գտավ, սկսեց ստիկով տպել։ Դե ձենդ կտրի էլի։ Ինձ չի հետաքրքրում։ Հենց վաղը իմանանք, թե որտեղից կարանք այդ աղջկան գտնենք։ Ախր ցավը տանեմ, ու ես վանգան չեմ։ Հասկացանք իրար։ Լավ, մի բան կանենք, մի ջղայնացի։ Վայ, դե լավ էլի, էլ չեմ ուզում լսեմ դրա մասին, ես ուզում եմ իմ ուժերն ամբողջությամբ օգտագործեմ, իսկ դու չես թողնում։ Ախր աղջիկս, դու չես հասկանում, որ դա շատ վտանգավոր է և քո և սովորական մահկանացուի համար։ Ես չեմ ուզում, որ դու մորդ սխալները կրկնես, հասկանում ես, չեմ ուզում քեզ էլ կորցնեմ։ Պապ, ես մաման չեմ, ես հասկացա, դու ինձ չես վստահում ու չես սիրում, այդքան բան։ Ախր բալես։ Ես մենակ եմ ուզում մնամ, գնա այստեղից։ Բալես։ Ասեցի գնա։ Ո՞վ եք դուք։ Դու պետք է մեզ հետ գաս։ Ճիշտ է։ Քնեց։ Հա բա ոնց։ Պարոն Հովակիմյան, ես աշխատանքս վերջացրի։ Ապրես մորո ջան, ազատ ես, կարող ես գնալ տուն։ Կներեք էլի որ ասում եմ, բայց պատահական ասացի ձեր խոսակցությունը, անկեղծ ասած ես նույնպես անհանգիստ եմ Դիանայի համար։ Չգիտեմ, նա անգիտակցաբար կրկնում է մոր սխալները, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել նրան այդ ամենից հետ պահելու համար։ Ճիշտ մոր կրկնօրինակն է։ Իմ կարծիքով պետք է նրան հանգիստ թողնեք։ Նա ինքը պետք է հասկանա, թե ինչ անում իր կյանքի հետ։ Մի նեղացեք, բայց շատ եք խոսում վրան։ Նա դեռահաս է, ամեն բան սխալ է հասկանում։ Ուֆ, չգիտեմ, Ինչ է սիրուն է, չէ։ Ոնց որ ես լինեմ։ Էս ում հետ եմ ես աշխատում։ Սուս մնացեք։ Մի խանգարեք, թող քնի։ Sorry։ Ո՞վ եք դուք։ Ինչ եք ուզում ինձնից։ Մի վախեցիր։ Ամեն ինչ նորմալ է, մենք քեզ չենք վնասի։ Բաց թողեք, թե չէ կգոռամ։ Մի հատ բերանը մի բանով փակեք։ Խնձորտամ։ Դուր։ Ուղղակի կերել եմ։ Մենակ պոշն է, ոչինչ չէ։ Հերիքա հիմար խոսաս։ Թե չէ, հեսա քո բերանն եմ փակելու։ Կարող եք հիմա բարձրանալ նրա մոտ եւ փորձել ավելի մեմ խոսել նրա հետ։ Ես վստահ եմ, որ նա ձեզ կհասկանա։ Դու ճիշտ ես, ես պետք է նրա հետ ավելի մեղմ խոսեմ։ Դիանա, էլի գերեզմանոց է գնացել։ Դուք ինչ է, ուզում եք ինձ սպանել։ Սիրելիս, միշտ ապիր եզրակացություններ անել։ Մենք այն մարդիկ չենք, ումից պետք է վախենալ։ Ուրեմն ինչ եք ուզում ինձնից։ Լավ, արի պատմենք ամեն ինչ։ Մենք միշտ չէ որ 3-ով ենք եղել։ Սկզբում մենք 4-ով էինք, հետո ճակատագիրը մեզնից խլեց մեր ընկերուհուն։ Նրա բարությունը չգնահատվեց, նրան դիտմամբ մեքենայի տակ գցեցին։ 2 տարի է անցել, բայց վրեժի զգացումը կանգնել է կոկորտից ու կուլ չի գնում։ Հաստատ, բախի էլ չես խեղդվում։ Մի հատ էս կլոունից տեղից դուրս տարեք, խնդրում եմ։ Ու ես ինչ է, պիտի օգնեմ, որ վրեժի զգացումը կուլ գնա։ Հա, միանգամից խփի մեջ լինելի։ Այդ ծալապակասին դուրս տարեք։ Մենք մենակ ոչինչ չենք կարող անել։ Մեզ օգնություն է պետք, ու այդ օգնությունը մենք քո մեջ ենք տեսնում։ Լավ, մի րոպե հասկանանք։ Դուք ուզում եք, որ ես միանամ ձեզ ու սպանենք այդ մարդուն։ Ոչ, մենք ո մարդասպաններ չենք։ Նախ
Կխնդրեմ քեզ, որ բացատրես մեզ, թե դու ինչ ես կարողանում անել։ Դե ես կարողանում եմ տոննաներով իրեր բարսացնել, չբուժվող հիվանդությունները բուժել եւ մարդկանց մտքեր կարդալ։ Բացի այդ կարողանում եմ տեսնել, թե անցյալում տվյալ մարդը ինչ ճակատագրական որոշում է կայացրել։ Այ հենց դա էլ մեզ պետք է։ Ես պատրաստ եմ ձեզ օգնել։ Օրը փոխվեց, բայց դեռ աղջիկը չկար։ Նրանք մտածում էին, որ հոր հետ խոսակցությունից հետո նա չէր ուզում տուն գալ։ Նա հաճախ էր մեկ օրով հեռանում տնից։ Այդ ընթացքում լինում էր մոր գերեզմանի մոտ։ Երբ արդեն լրացավ նրա բացակայության 2 օրը, տան խառնաշփոթ սկսվեց։ Ես կխելագարվեմ, աղջիկս արդեն 2 օր չկա, ախր սենց ոնց կլինի։ Պարոն Հովակիմյան, ես վստահ եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է։ Նա ուժեղ աղջիկ է։ Ես մի լավ մասնագետ գիտեմ, Անահիտ անունով, ով մեզ կարող է շատ արագ օգնել։ Ես հիմա նրան կկանչեմ այստեղ։ Նա այն մասնագետն է, ով բացահայտել է աշխարհի ամենադժվար գործերը։ Ես վստահ եմ, նա շատ արագ կգտնի նրան։ Իսկ հիմա մենք ուր ենք գնում։ Մենք հիմա գնում ենք մի բարձր կետ, որտեղ դու կարող ես օգտագործել քո ուժը եւ օգնել մեզ։ Լավ, բայց կարող ենք ծանոթանալ, որովհետև արդեն երկար ժամանակ է ինչ ես ձեզ մոտ եմ, բայց նույնիսկ ձեր անունները չգիտեմ։ Ես Ջուլիան եմ։ Ես Արմանն եմ։ Իսկ ես Սարոն եմ։ Դե ես Դիանան եմ։ Մի բան ասեմ, այս 2 օրվա ընթացքում ես ձեզ քիչ թե շատ ճանաչեցի, բայց միայն չհասկացա, թե ինչու եք ինձ առևանգել։ Եթե կարող եք ուղղակի խնդրել ինձ ձեզ օգնել։ Դե մենք քեզ մինչև այդ լավ չենք ճանաչում եւ մտածում ենք, որ դու մի մեծահարուստի գոռոզ ինքնաբան աղջիկ ես, բայց դե այս 2 օրվա ընթացքում շատ բան փոխվեց եւ ես կուզեի ասել, որ լավ կլիներ, եթե մենք այս ամենից հետո մնայինք լավ ընկերներ։ Գոռոզ ինքնահավան։ Դուք այնքան լավն եք, որ ես անպայման կապս կպահեմ ձեզ հետ։ Իսկ մենք երբ կհասնենք։ Քիչ հետո։ Վայ խեղճ աղջիկ։ Այստեղ է։ Դետեկտիվը այդպես էր ասում։ Բայց ներսում ոնց որ մարդ չկա։ Ուշացել ենք։ Ափսոս մենք ուշացանք։ Հիմա արդեն պետք է շատ արագ կողմնորոշվենք ու հասկանանք, թե որտեղ նրանք կարող են լինել։ Ոստիկանների մի մասը թող գնա դուրս եւ փորձի ինչ-որ մի բան գտնել, իսկ մյուս մասը թող մնա այստեղ եւ զննի տարածքը։ Դետեկտիվ Անահիտ, տեսեք ինչ եմ գտել։ Արագ պատրաստեք մեքենաները, որ ուղևորվենք Արալեռ, որովհետև նրանք ամեն ձև փորձել են ուսումնասիրել այս լեռը իր բոլոր տեղերով։ Գնացինք։ Ես ինչ մաքուր օդը։ Այս տեղը նորմալ է, չէ՞։ Հա, այստեղ իդեալական բարձրություն է։ Ամենահարմար տեղը ստեղ է։ Դե, քեզ տեսնենք։ Կենտրոնացի։ Սառային կսպանեմ ու վերջ։ Ոչ ես գժվել։ Եթե հիմա չանեմ, հետո եմ անելու։ Վրեժ ախրետ աղջիկը ինչ մեղք ունի, որ քո ռեստորանը չի աշխատում։ Իմ համար մեկը, սպանելու եմ ու վերջ։ Ինչ եկավ մոտս աշխատելու, ամեն ինչ կործանվեց։ Պարոն, կարծեմ այնտեղ ձեր աղջիկն է։ Այո, իսկապես չեմ հավատում։ Դիանա։ Գնացինք։ Վրեժն է սպանել Սառային։ Ձերբակալեք այդ հիմարներին։ Ոչ, հայրիկ ասա, որ բաց թողնեն նրանց։ Դու այսքանից հետո ուզում ես, որ նրանց բաց թողնենք։ Աստված գիտի, եթե ուշանայինք քեզ ինչ էին անելու։ Բան չէինք անում, ձյաձ, ուղղակի մաքուր օդ էինք շնչում։ Պապ, նրանք մեղավոր չեն, դա իմ կամքն էր։ Դա քո կամքն էր, որ քեզ առավանգել։ Ոչ, դու ամեն ինչ սխալ ես հասկանում։ Բանն այն է, որ տարիներ առաջ իրենց ընկերուհուն ինչ-որ մեկը մեքենայի տակ էր գցել։ Ու այն էլ դիտմամբ։ Իմ ուժի շնորհիվ ես գտա մարդասպանին։ Դու ինչ է, կատակում ես։ Ոչ իհարկե։ Ես ասում եմ այն ինչ կա։ Դետեկտիվ Անահիտ, չէ՞։ Քանի տարի առաջ էր եղել այդ դեպքը։ Դա 2 տարի առաջ է եղել։ Ու դուք 2 տարում չկարողացաք գտնել սպանողին։ Ես այդ գործով չեմ զբաղվել։ Ուշ չէ, կարող ենք պատժել մեղավորներին։ Սիրով կօգնեմ ձեզ։ Կներես, պապ։ Ոչինչ բալես, կարևորը որ լավ ես։ Ոնց, հիմա մեզ չեն տանում բան։ Չէ, լավ չի։
Լավ է, ուղարկի, ես արդեն տրամադրվել էի։ Ինձ համբերություն տուր Աստված ջան։ Սկսվեց հետաքննությունը։ Նույնության արդյունքում գտան մեղադրանքների բոլոր ապացույցները և մեղավորի գտնվելու վայրը։ Դիան, երևի դու մտնես առաջինը։ Հա, ես կմտնեմ, հետո դուք կգաք։ Կներեք, որ ձեզ խանգարում ենք։ Ով եք դուք, ինչ եք ուզում։ Մի քիչ հիշողությունը խոդի դուր կհիշես մեզ։ Դուք ձերբակալված եք մարզպանելու կասկածանքով։ Ջան, լրիվ, ինչ եք ուզում ինձնից։ Այ տղա, այդ խնձորը տեղը դիր։ Չեմ դնես, որ ամբողջ օրը սոված ծարավ քաշ եմ տալիս, մտքներովդ չանցավ, հարցնեիք, ես մարդը սոված ա, սոված չի։ Էս ում հետ եմ ես գործ բռնել։ Կարող եմ այդ բլոտ խաղանք նորից գնի։ Առաջ ընկի, թե չէ այդ քարտերը գլխիդ կտամ։ Էս ինչ կատարվեց։ Ես բան չհասկացա։ Արդյունքում մեղավորներին դատապարտեցին 10 տարի ազատազրկման, արդարությունը վերականգնվեց։ Դու չես պատկերացնի, թե ես ինչ երջանիկ եմ։ Պատկերացնում եմ, որովհետև հենց հիմա ես էլ եմ շատ երջանիկ։ Տեսնես մի օր կգա, որ դու կմեծանաս։ Ես մինչև կյանքիս վերջ քեզ պատվական եմ։ Այդպես մի ասա։ Երբ ես ձեզ հանդիպեցի, իմ դառը կյանքը գույներ ստացավ։ Շնորհակալ եմ, որ եկաք ու փոխեցիք ինձ։ Նրանք վերջապես երջանիկ են։